Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն աստծրված ծրագիրն է։ Վանա արծաթավ սարքած բաժակը, արցախազինվորականներին տանան տյուսկելի ծանուցում աղարկա, Ամերիկայական ժամանակավոր համաձայնության բանակցություն է, Աքսորաբիդյա հայրենիքի կարոտ, Գյումրի, Մունք կանք մշակութային միջոցառում, Լևոն Լաչիկյանը, Պոլսապատումը, Շիրազը, Սարոյանն ամուսները, Գեղարդավանքում։ 1905 թվականի մայիսի 4-ին Վանում Արևմտյան Հայաստան Վանեցի վարպետ Տիգրանի կողմից ստեղծված արծաթագին ու բաժակը համարվում է հայկական ոսկերչական արվեստի ուշագրական օրինակներից մեկը։ Գավաթը սարքված է արծաթասևազարդման սավատ բարդ տեխնիկա, վերը բնորոշել է Վանա հայ վարպետներին։ Ներքի մակերեսնա վնի որոշ մանրամասները պատված են ոսկեզօծմամբ, ընդգծել է վրան բարձր արժեք արհեստագործական մակարդակը։ Արտադրանքի կենտրոնական մեդալյոնում նկարված է Արևմտյան Հայաստանը վասպորական նահանգում գտնվող Սուրբ Բարդողեմեոսին վանքը հայկական հոգևոր ժառանգության կարևոր հուշարձանների մինը։ Գավաթին իրան նաև փորագրված է վանքին անունը հայերեն է։ Կտորի հատակին պահպանվալն վարպետի բնօրինակ կնիքները, հայերեն ու օսմաներեն լյուզուները, վեր վկայում են արտադրության ժամանակի ու հեղինակության մասին։ Արցախը մի քանի բարձրաստիճան զինվորականներ վեր ժամանակին Հայաստանում ստացած են լալ անհատուց բնակարաններ, վերջին շրջանում ստացան ծանուցումներ էտները ըզդելի մասին։ Սրա մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցումը հայտնալ է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ Իրանսելավը գործընթացը վերաբերում է մի քանի տասնյակ անձանց հետվում իրան մի քանի վստահորդների։ Երիցյանը նշել է վեր ծանուցումները որպես հիմք նշվում է նախկինում կատարված խախտումներով հատկացում, բայց որևէ կոնկրետ իրավական խախտում ներկայացվում չի։ Փաստաբանը տեղեկացրել է իրան վստահորդներին շահերը պաշտպանելու նպատակով դիմալադատարան վիճարկել է որոշումների իրավաչափությունը։ Իրան համոզում է, որ դատականատյաները պիտի գնահատին գործընթացի օրինականությունն ու բացառեն կամայական մոտեցումները։ Նշվում է նաև որ ավելի վաղ նման գործընթացը սկսված է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի նկատմամբ, բայց վարչական դատանի որոշմամբ բնակարանա վտարելի գործողությունը կասեցված է։ Սրանից վառ ատելության դրսևորում ատելությունն քարոզում օզում չմեր Արցախցիք Հայաստանում որևէ պենավ ապահովացին։ Հունցը Արցախատյուսը նրալ հսցրալն ստեղ Անտոնն թողալ մհենգել հով տնավորված այլել օզիմն Անտոն թողին, ասալ Ռոման Երիցյանը անդրադառնալով սկսված գործընթացներին։ Ամերիկայի միջև բանակցություններում ձեռքաբերվել նախնական հալյան վերջնական չհաստատված համաձայնություն վերը նախատեսման 60-օրյա բանակցային փուլ ու հնարավոր լարվածության թույլատում հայտնում աղբյուրները։ Ըստ հրապարակումների համաձայնության շրջանակում նախատեսվում է ապահովել նավագնացության ազատությունը, հորմուզանեղուցումը, ինչը կարի նվազեցնել տարածաշրջանային լարվածությունը, ազդեցություն ունենա համաշխարհային էներգետիկ շուկաներին Իրան։ Միաժամանակ նախատեսվում է սկսել Իրանամիջուկային ծրագրի շուրջ թեզա բանակցային գործընթացը, բայց գործարքը հալամ ուժի մեջ մտտալ չի։ Պիտի հաստատվի Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Իրано-ամերիկայի ներկայացուցիչները շարունակում են քննարկումները վերջնական պայմանների համաձայնեցման նպատակով։ Դիվանագիտական աղբյուրների գնահատումով սա կարետառնա կարևոր քայլ կողմերի միջև հարաբերությունների ժամանակավոր կայունացման ուղղությամբ, բայց գործընթացը հալամնում է զգայուն ու անորոշ։ 1915 թվականի բռնի տեղահանությունից փրկված հայերի սերունդները մինչ այսօր պահպանում են իրենց նախնիների հիշողությունը, իրանք շարունակում են պատմել իրենց ընտանիքների արմատների կուրծրած հայրենի վղերի քաղաքների մասին, չմոռանալով թաշ տղան են եկալ իրենց պապերնատատերը։ Աշխարհի տարբեր երկրներում ապրող մխլահայեր նշվում վեր մի օր օզումն քինան իրենց նախնիների հայրենի վղերը տեսնան այն վայրերից տեղապրալն իրենց ընտանիքները մինչև աքսորը։ Իրենց հետ ոչ միայն ճանապարհորդությունը, այլ նաև պատմական հիշողության ու ինքնության վերագտնում տարիներ անց դաժե հայրենիքի կարոտը շարունակում ապրել սերունդների սրտերը որպես անցյալին հետ կապող կարևոր կամուրջը։ Մայիսի 31-ին Գյումրու մարզամշակութային կենտրոնում Մունք կանք խորագրավ մշակութային միջոցառումն վերը միավորելու Արցախի մշակութային համույթներին անհատ կատարողներին։ Հիշեցնենք վեր Մունք կանք կրթամշակութային մրցամերգը առաջին անգամ կազմակերպված արել 2026 թվականի հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրումը ու լայն արձագանք հաստատալ հանրության շրջանում։ Հանրային մրց հետաքրքրության ու դրական արձագանքներին արդյունքում որոշում կայացվել ծրագիրը սարքել շարունակական մեկնարկելով համայնքային մշակութային միջոցառումների շարքը։ Ծրագրի առաջին կանգառը Գյումրի քաղաքը, Գյումրու մարզամշակութային կենտրոն։ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանը ներկայացության սրահում օրերս սպեցված պոլիսի իմաշկերավ ցուցահանդեսը վերածվել է Երևանյան մշակութային կյանքի ուշագրավ իրադարձության։ Արվեստաբան գծանկարիչ Լևոն Լաչիկյանի 21-րդ անհատական ցուցահանդեսը ներկայացնում է վերջին տարիներին ստեղծված ավելի քան 50 աշխատանքներ նվիրված Կոստանդնուպոլսի հայկական պատմական ժառանգությանը։ Գծանկարներում ու գեղանկարներում պատկերված են քաղաքի քյոհնաթաղամասերը, եկեղեցիները, բոսֆորահափերը, հունցնավ հայկական ներկայության հետքերը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀԲԸՄ 120-ամյակին նվիրված միջոցառում
կենտրոնների շրջանակումը։ Բացման ընթացքում ընդգծվել է կազմակերպության պատմական առաքելությունը կապված փորձում ու տարածաշրջանում հայ համայնքների աջակցման հետ։ Ցուցադրության շրջանակում Լևոն Լաչիկյանը հանդես եկավ նաև բանախոսությունով անդրադառնալը Պոլսի որպես հայկական մշակութային կենտրոնի դերի ու քաղաքի պատմության միջին հայերի ներդրմանը։ Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել արվեստագետների ու մտավորականների շրջանում, վերածվելով հիշողության արվեստի ու քաղաքային ինքնության յուրահատուկ հանդիպման։ Հայ մշակույթի ծանր հրետանին Հովհաննես Շիրազ, Վիլյամ Սարոյան, Վահագն Դավթյանն, Սերո Խանզադյանը Գեղարդավանքում 1976 թիվ։ Այս 4 մեծությունները հանդիպան քննարկելի հայոց ճակատագիրը արևմտյան Հայաստանի ցավը։ Այդ օրերին Շիրազի ու Սարոյանի միջև մի հուզիչ ու զվարճալի պատմություն տեղ ունեցավ։ Մինչև Սարոյանին տեսնելը Շիրազի մի պլպլան խաղալի կատրճանակը նլալ նվիրած որդուն տնելի հետի, բայց հանդիպման վաղտը Սարոյանը այնպիսի մանկական անկեղծությամբ ու ջերմությունով խտում բանախ ստեղծին վեր Շիրազին սրտը հելվում է։ Հուզված պայետը յուրանջուբան հանում է հենց այդ խաղալիքը ու նվիրում է աշխարհահռչակ հայրենակցին, բայց լուսանկարումը ամենահուզիչը Շիրազի փափաղն է։ Եթե ուշադիր Եշիկուրյան ցերքին փափաղի ներսի մասին նկատելուք մին կուճիր կլոր պատկեր, Շիրազը սովորություն է ունեցալ յուրան գլխարկների մեջին փակցնել յուրան մամուն աստղիկին նկարը։ Ինքը սելիսալ վեր տրանա մամա միշտ գլխավերևում է կամ սրտին կողքին է։ Սիրելի հայրենակիցներ, սորվետ իսկանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետ իպանտկայցիկ։